Շնորհակալ եմ։ Հարցերս մի քանիսն առաջին եկեք սկսենք ձեր հայտարարագրերից։ Դուք տարեց տարի կանխիկ գումարներ ավելացնում եք եւ հիմա ոնց որ թե միլիոնավոր դրամների կանխիկ գումարներ ունեք, օրինակ 23-ի հայտարարագրով արդեն 5 միլիոն դրամ կանխիկ գումար ունեք։ Գիտեք, որ սա կանխիկ գումարը լրացուցիչ ռիսկ է միշտ համարվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բայց սկսեք ինչի եք խնայողությունները կանխիկով պահում, ոչ թե օրինակի համար ավանդ, որտեղ տարեկան մի 8-9-10% կարող ավելանա։ Շնորհակալություն, պարոն Յանիսյան, ձեր նշած կանխիկ գումարը իմ ընտանիքի անհրաժեշտության դեպքում, հրատապ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար նախատեսված գումար է։ Ես ունեցել եմ տենց դառը փորձ, անկեղծ եմ ասում, հիմա շատ նաև ծանր է հիմա դա հիշելը, որ փաստի առաջ էի կանգնել, որ ես ունեի գումար եւ արժեվում ոչ աշխատանքային շաբաթ կիրակի օրերին եւ ինձ հրատապ պետք էր գումար, ես չէի կարող օգտվել իմ գումարից։ Եվ հարցը վերաբերվում էր նրան, որ հայրս հիվանդանոցում մահանում էր եւ ինձ անհրաժեշտ էր ուղղակի օդու ջրի պես գումար։ Եվ ես չեմ ուզում ասել, որ ես չեմ վստահում բանկային համակարգին եւ այլն, չէ կգա մի բան, որ իմ մոտ էլ հնարավոր է, որ հաղթահարվի այս process-ը։ Կլինի, սա էլ կլինի։ Ուղղակի ժամանակի խնդիր է։ Ուղղակի այն կանխիկ գումարը, որ հավաքվել է, դա իմ ու իմ ընտանիքի մաքուր քրտինքով հավաքված գումարն է եւ դրա տնօրինումը կարծում եմ երևի շատ մեր անձնական հարցն է, էլի։ Մենք այդպես ենք նախընտրել, կներեք, եթե չեմ ասում, չեմ ուզում որևէ կասկածի տակ դնել որևէ բանկի կամ որևէ մեկի գործունեությունը, էլի։ Ուղղակի զուտ ընդունենք, որ սա մեր մոտեցումն է։ Նորմալ է, դե այս բանը խոսքը այդ գումարի ծագումնաբանության մասին չի, ինչքան այդ գումարը պահելու դուք նշեցիք առողջապահական շտապ ծախսերի ռիսկը, ես հույսով եմ ձեր հայրը ապաքինվել է եւ առողջություն իրեն, բայց թող հոգին լուսավոր լինի, ես իմ ասածը նայել, որ նույն առողջապահական ծախսերի տեսանկյունից, եթե շտապ ծախսեր անհրաժեշտ լինեն, գիտեք, որ հիմա հիվանդանոցներում առհասարակ հիմա 300,000 դրամից ավել ծախս կանխիկ չեք էլ կարող անել եւ կարող է հակառակ խնդիր առաջանա, թե չէ։ Ամեն դեպքում իմ գնահատմամբ ավելի ապահով է, երբ որ գումարը կոնկրետ քո ձեռքն է։ Երբ որ գումարը քո ձեռքն է ուզենաս տաս, ինչ որ մեկին հաստատ կվերցնեն պարոն Յանիսյան, կարենաս տաս, ձևը կգտնվի էլի։ Լավ, հիմա ձեր բարեվարկության հարցաթերթիկում դուք նշել եք, ես ասացի 23 թվականին 5 միլիոն տարեվերջին կանխիկ ունեիք, բայց բարեվարկության հարցաթերթիկում արդեն 11 միլիոն եք նշել, որից 3 միլիոնը գոյացել է Կոտայքում հողի վաճառքից, այսինքն եւս 3 միլիոնով էլի ավելացել է ձեր կանխիկ գումարը խնայողության հաշվին, թե ոնց։ Այո, ընդհանուր այդ գումարը հողակտորի վաճառքի գումարը ավելացել է։ Չէ, բացի։ Տեսեք, 5 միլիոն էր, 5 միլիոն էր։ 3 միլիոն ավելացել է հողի վաճառքից եւս 4-ին 8 ճիշտ հասկացա 11։ Բարեվարկության հարցաթերթիկով 11։ Որից 3-ը դա հողակտորի վաճառքի գումարն է։ Հասկանալի է։ Լավ, դուք անցյալ տարի վարչական իրավախախտման եք վարչական պատասխանատվության եք ենթարկվել հանդիպակաց երթևեկության համար։ Հանդիպակաց երթևեկությունը թերևս ենթադրում եմ պատահաբար կատարվող խախտումներից չի։ Կասեք, թե ոնց է եղել, ինչպես է։ Պատահաբար է, հիմա մեկնաբանեմ ձեր համար էլ բարձ կլինի։ Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի էստոնական Հալաբյան խաչմերուկում։ Վստահ եմ նաև նայել եք։ Արդեն հասկացա։ Այն նեղ հատվածն է, էլի տեսել եք, էլի որ։ Արդեն հասկացա։
Չկա, ես առհասարակ միշտ քննադատական այդ մոտեցումը ունեմ իմ անձի հանդեպ այո եւ այդ դեպքում նույնպես որոշակիորեն մեղադրել եմ ինձ, որ ուշադիր չեմ եղել, բայց ինքը իրական Լավ, բայց դուք ավտոմեքենա չունեք եւ չեք ունեցել, եթե ես ճիշտ եմ հասկանում, ինձ կասեք, օրինակ այսօր ինչով եք եկել գործի կամ հարցազրույցի այստեղ։ Հարցազրույցի այսօր ինձ իմ ընկերներն են իրենց մեքենայով բերել, ես առհասարակ այսօր ավտոմեքենան, այո, որը ես շահագործում եմ, հիմա կանգնած է իմ աշխատանքի վայրում, ես առավոտյան գնացել եմ իմ աշխատանքի վայր, դուրս ասեմ հասցրել եմ անգամ քննչական գործողություն կատարել եւ խնդրել եմ իմ ընկերները ինձ այսօր ուղեկցել են այստեղ։ Չեմ ցանկացել մեքենայով այստեղ գալ, որովհետեւ կայանման խնդիրը այո այսօր լուրջ է կենտրոնում։ Դուք ասացիք, որ ավտոմեքենա եք շահագործում, բայց ես ձեր